Պարոն Մամիջանյան, դուք ինչպես եք մեկնաբանում Նիկոլ Փաշինյանի վաղ առավոտից իրականացվող գրառումները, հուսով եմ կարդացել եք եւ այդ բառապաշարը հիմա այստեղ մեջ բերելու կարիք չկա։ Ցավոք կարդացել եմ։ Եթե այստեղ գալու ճանապարհին մտածում էի, թե ոնց կարելի է մեկնաբանել այդ ամենը, դեք թերևս ամենապարզ բացատրությունը հետևյալն է։ Նիկոլ Փաշինյանը քաղաքական դիակ է։ Դիակները, երբ որ ժամանակին չես հավաքում, գարշահոտություն են տարածում։ Ու դա առաջին հերթին մեր մեղավորությունն է, որ այդ քաղաքական դիակը դեռևս հավաքված չի։ Սա եթե պես փիլիսոփայական։ Եթե բովանդակային, դրա մասին այսօր առավոտյան գրել է պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, եթե չեմ սխալվում, մայիսի 22-ին Ադրբեջանի հոգևոր առաջնորդը հրապարակային արշավ էր սկսել հայ առաքելական եկեղեցու դեմ։ Մայիսի 30-ին, չէ, 3 կառավարության նիստին մայիսի 29-ին այդ արշավը շարունակեց վարչապետի աթոռին նստածը, իսկ այսօր արեց մի գրառում, որը գիտեք, մենք որ կարդացել ենք, դա հələ ոչինչ։ Բայց ես շատ ուզում եմ, որ այս գրառումը կարդան քաղաքացիական պայմանագրի падգամավորները, ում ճնշող մեծամասնությունը վստահաբար մկրտված է հայ առաքելական Սուրբ եկեղեցում, ովքեր սակադրություն են անցկացրել հայ առաքելական Սուրբ եկեղեցում, ամենածանր պահերին կյանքի ենթադրում եմ դիմել են հավատքին, կրոնին, եկեղեցուն, ինչպես բոլորս։ Կարդան բոլոր են մարդիկ, ովքեր անում են հիմա ամեն ինչ, որպեսզի ինքը մնա իշխանության։ Ուժայինները, իրավապահ համակարգը, կարդան ու հրապարակային պատասխանել պետք չի, իրանք իրանց մեջ պատասխանեն մի հարցի։ Իրանք դրա տակ մտնել պատրաստ են։ Եթե իրանք չեն մտածել դրա մասին Արցախի հանձնման ժամանակ, խայտառակ կազմակերպված պատերազմի ժամանակ եւ այլն, հիմա սրա տակ մտնել պատրաստ են։ Ես կարծում եմ, որ այդ գրառումը շատ ավելի շատ պիտի կարդան Փաշինյանի սակավաթիվ աջակիցները, այլ ոչ թե մնացածս։ Մեր համար ոչ մի նոր բան չկա, ես չեմ կարծում, որ ինքը կարա ինձ զարմացնի երբևէ։ Չնայած անկեղծության համար ասեմ, ինչպես բոլորդ վստահ եմ, սկրինշոթները տեսնելուց հետո մի հատ մտել եք էջ նայել եք։ Դա իրականությունն է, թե չէ։ Փաստորեն դեռ ամեն ինչ չի կորած Փաշինյանի համար։ Իրանից ամեն ինչ չէինք սպասում, պատկերացնում եք, այսինքն մարդիկ դեռևս մտածում էին, որ դա կարա իրականություն չլինի։ Սա է իմ մեկնաբանությունը, ես իմ համար զզվելի է այդ ամեն ինչը, ես չեմ ուզում կեղտոտվել դրանով։ Հայ առաքելական եկեղեցին մի 1000 հատ Նիկոլա տեսել իր կյանքի ընթացքում։ Տարբեր կալիբրերի, տարբեր դիրքերի ու մի 1000 հատ էլ կտենա։ Հայ առաքելական եկեղեցին իր ատամի բանը չի։ Շնորհակալ եմ։ 168 շա։ Այսօր կրկին ադրբեջանական կողմը կրակել է Խոսնավարի ուղղությամբ տանտանիք է վնասել մանր եղջերավոր անասունի։ Բնակիչները կարծիք են հայտնել, որ հնարավոր չէ ադրբեջանական կողմը իրենց դիրքերից կրակի եւ հասնի գյուղի կենտրոն, հնարավոր է տեղաշարժ կա։ Դուք էսկալացիայի վտանգ տեսնում եք, երեք Սուրեն Պապիկյանն էլ ասաց, որ ադրբեջանական կողմը հերքել է, որ իրենք չեն կրակել։ Ադրբեջանական քարոզչամեքենայի խոսնակներ Հայաստանում շատ կան, շատ։ Դրա համար հիմնվել պաշտոնականի վրա, կարծում եմ, ծիծաղալի է։ Իսկ ինչ վերաբերվում է տեղաշարժի վտանգին եւ էսկալացիայի վտանգին,
դրա մասին խոսում են բոլորը գերտերությունների արտաքին հարաբերությունների գերատեսչությունների պատասխանատուներ ընդ որում այս վերջի մի քանի օրվա ընթացքում երկու գերտերության բարձրաստիճան պաշտոնյա է դրա մասին խոսել դրա մասին խոսում են բոլորը բացի Հայաստանի Հանրապետության պաշտոնյաներից բայց ես չեմ զարմանում որովհետև 18 թվականին երբ որ առաջ խաղացում կար ադրբեջանական զինուժի առաջ խաղացում չէ կուտակումներ կային ադրբեջանական զինուժի Արարատի մարզի ուղղությամբ բոլորը ասում էին որ դա սուտ է արվում է նրա համար որպեսզի ցույցերը մարվեն եւ այլն արդյունքում դրանից 2 ամիս հետո մենք տարածքային կորուստ ունեցանք Արարատի մարզի հարող հատվածում տարածքային կորուստ եթե բնեի մտքով անցնի անգամ սա հերքել իրանք սրա համար կփոշմանեն վստահեցնում եմ ինչ մեկնաբանս իրենք միտված են անել ամեն ինչ որպեսզի սպիտակեցնեն Ադրբեջանին Էլ ինչի են տանջվում մամուլ հաղորդագրություններ գրում թող ուղղակի շեյր անեն էլի Ադրբեջանի բնեի հայտարարությունները անհնարավոր է բան ասել սրա մասին տեղեկություն տեղաշարժերի կամ կուտակումների մասին ես տրամաբանորեն ունենալ չեմ կարող բայց միջազգային տարբեր կառույցների գերտերությունների բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից հասկանալի է դառնում թե ինչքան վտանգավոր է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը ընդ որում թե տարածաշրջանային տրամաբանության մեջ եւ թե աշխարհակաղակական դրության մեջ հաշվի առնելով մեր բարեկամ եւ հարևան Իրանի շուրջ զարգացումները հաշվի առնելով առհասարակ աշխարհակաղակական իրավիճակը եւ աշխարհակարգի միջազգային իրավունքի վիճակը բայց ամեն ինչ նորմալ է ժողովուրդ մի անհանգստացեք ամեն ինչ կկարգավորվի ամեն ինչ վերահսկողության տակ է որովհետեւ Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռին նստած մարդը պատերազմի մեջ է ուղղակի պատերազմի մեջ է հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ